Ողջույն, ես Տիգրան Խզմալյանն եմ։ Սկսում ենք մեր նոր շարքի ավազե ժամացույց պատմության մութ պատը, այսպիսի խորագրով մի նոր հաղորդումների շարք, որտեղ ես փորձելու եմ ներկայացնել իմ պատկերացումները իմ իմացածը մեր պատմության մասին, հայոց պատմության մասին, ինչպես նաև Հայաստանի մասին միջազգային համաշխարհային պատմության մեջ։ Եվ այսօրվա մեր զրույցը ուզում եմ նվիրել լեզվին։ Հին դասական համալսարաններում պատմության բաժինները միշտ միավորված էին եղել բանասիրական, լեզվաբանական բաժինների հետ, եւ դրա մեջ կա խորն իմաստ, որովհետեւ պատմությունը դժվար է պատկերացնել առանց լեզվի եւ լեզուն անպատկերելի է առանց պատմության։ Բացի դա, տեսեք, պատմության մեջ կարելի է շատ բան կեղծել եւ պատմությունը դա կեղծիքների մի երկար անվերջ շարք է, երբ կեղծում էր բուն պատմությունը, կեղծում են գրքերը, խմբագրվում են սուրբ գրերը, կեղծում են քարերը, արձանները, արձանագրությունները, ու կա ընդամենը մեկ բան, որը գրեթե անհնար է կեղծել, խեղաթյուրել, հնարավոր է փորձել, բայց գրեթե անհույս, դա լեզուն է։ Լեզուն պահպանվում է հազարամյակներով, եւ այս առումով մեր հայերիս ամենագլխավոր գանձը լեզուն է։ Իմ սիրած բանաստեղծ 20-րդ դարի երևի մեծագույն բանաստեղծը աշխարհում ռուսալեզու հրեա Օսիպ Մանդելշտամը, որը սիրահարված էր հայերենին եւ բանաստեղծություններ էր գրում նվիրված հայերեն լեզվին եւ փորձում էր ուսումնասիրել հայերենը, սովորել այն, նա այսպիսի միտք թողեց իր սևագրերում, նա ասաց. հայերը երբ խոսում են, զրնգացնում են իրենց անգամ անհայտ գանձերի բանալիներով։ Իմ կարծիքով շատ խորը միտք է, որին ես կփորձեմ անդրադառնալ։ Եվ սկսեմ մի պարզ թվացող հարցից. իսկ ինչ է նշանակում հայ։ Ընդունված է մտածել, որ հայը դա Հայք Նահապետի տոհմն է, գերդաստանը, ցեղը, որ իրենց անվանում էր հայեր։ Ես կարծում եմ, որ իրավունք ունի գոյություն ունենալ մեկ այլ վարկած եւ ես այն կներկայացնեմ։ Իմ համոզմամբ հայ բառը առաջացել է հայացք բառից, հայելի աչք իմաստով, տեսնելու ունակություն ունեցող, եւ դրա ապացույցները կան այլ լեզուներում, անգլերեն աչքը eye, ֆրանսերեն œil, գերմաներեն egg, հայերեն նաև ակն, դա էլ է աչք, մենք դա գիտենք, ինչու հայերը անվանում են իրենց աչք ունեցող, հայացք ունեցող, տեսողություն ունեցող ազգ։ Ինչու են այդպես ասում մեր մասին ուրիշները, որովհետև այդպես են անվանում հայերին շումերները, այստեղ կա շատ խոր իմաստ, որովհետև հայերը առաջիններից էին, ովքեր ոչ միայն նայում, այլ նաև տեսնում էին աշխարհը, եւ առաջիններից էին, ով նկարագրեցին այդ աշխարհը։ Եվ դրա ապացույցը ես հիմա կբերեմ մեկ այլ բառի մեջ։ Մենք ունենք սքանչելի մի խոսք տիեզերք, եզր չունեցող տարածություն, որը աշխարհին ավելի հայտնի է հունական տարբերակով կոսմոս։ Կոսմոս բառը գրեթե միջազգային տարածում ստացավ, բայց հետաքրքիր է, որ հունարեն այդ խոսքը ունի այլ իմաստ։ Գիտեք, իհարկե, կոսմետիկա բառը, պատկերացնում եք, դրանք նույն արմատից են, որովհետև նշանակում են գեղեցկություն, այո, շպարվելու այդ
հմտությունը գեղեցկանալու ունի նույն իմաստը եւ արմատը, ինչ նաեւ կոսմոս բառը, որովհետեւ հին հույները նայելով դիեզերքին, նայելով աստղային երկնքին, իսկ դա իսկապես երևի է ամենագեղեցիկ տեսարանը, ինչ կարելի է պատկերացնել։ Միգուցե մայրամուտը եւ լուսաբացը նույնքան գեղեցիկ են, բայց դա էլ է դիեզերքի մասը, որովհետեւ արևը աստղ է։ Այդպես որ իրենք ասում են գեղեցկություն, արդյոք դա ամենախորն իմաստն է։ Եկեք փորձենք հասկանալ դա տրամաբանորեն։ Հույները ունեն եւս մեկ խոսք, որը հականիշ էր կոսմոս բառին։ Եթե կոսմոսը դա դիեզերքն է, այդ գեղեցկությունը տիեզերական, ապա հակառակը իրենք անվանում են քաոս, խաոս։ Հունարեն, ինչը նշանակում էր տաձև, տգեղ, անկազմակերպ մի տարածություն։ Եվ այստեղ մենք գտնում ենք արմատը, որովհետև եթե իր հերթին քաոս, անկազմակերպ, տաձև, տգեղ տարածքին փնտրենք հականիշը, մենք կստանանք կազմ բառը։ Այո, կոսմոսը ունի նույն արմատը, ինչ հայերեն կազմը, որովհետև ստուգաբանվում է այդ իմաստը միայն հայերենում առ այսօր։ Դիեզերքը հրաշքով, ֆիզիկայի օրենքներով, աստղագիտության կանոններով, Աստծո կամքով, ինչպես կամենաք, դա կազմավորված, կազմակերպված եւ անչափ գեղեցիկ, ամենագեղեցիկ տարածքն է, որը կարելի է պատկերացնել, հարմոնիան, ներդաշնակությունը, եւ դա հայերեն կազմ բառից է։ Պատահական չէ, որ 19-րդ դարում բրիտանացի աստղագետ Օլքոթը եւ ֆրանսիացի Ֆլամարիոնը եկան զարմանալի եզրականգմանը։ Իրենք ուսումնասիրում էին համաստեղությունները եւ կենթանակերպը եւ եկան եզրակացության, որ այն ժամանակի այն դարաշրջանի գիտական կենտրոններից, քաղաքակրթական կենտրոններից միայն 3 տեղ կար, որտեղ կենթանակերպը կարող էր ստեղծվել։ Դա Չինաստանն էր, Չինաստանը ու Հնդկաստանը միասին, դա Եգիպտոսն էր եւ դա Հայաստանն էր։ Եվ իրենք եկան տրամաբանորեն եզրակացության, որ այսօր մեզ բոլորիս հայտնի կենթանակերպը, զոդիակը, ստեղծվել էր ոչ Հնդկաստանում կամ Չինաստանում, թե չէ, դիեզերքում կհայտնվեր անպայման փղի համաստեղությունը։ Հնդկաստանի փղերը ամենահայտնի ու երևացող կենդանիներն են մինչև հիմա։ Վագրերը, նրանք չկան դիեզերքում։ Եթե դա լիներ Եգիպտոսում ստեղծված, քրմերը անպայման աստղեր կբարձրացնեին, կտեղադրեին այնտեղ կոկորդիլոսին, Նեղոսի գլխավոր կենդանի տոտեմ հանդիսացող հրեշին։ Նա էլ չկա զոդիակում։ Եվ իրենք եկան պարզ ու զարմանալի տրամաբանական մի եզրահանգմանը, որ բնականաբար մարդիկ բնակեցնում էին երկինքը նրանով, ինչ տեսնում էին երկրի վրա, եւ այն կենդանիները, որոնք ստեղծել են զոդիակը, կենդանակերպը, ցուլը, խոյը, առյուծը, կարիճը, դրանք ուրեմն արտացոլում էին այն բնական շրջապատը, միջավայրը, որը այն ժամանակ գոյություն ուներ հայկական լեռնաշխարհում, Հայաստանում, ինչու կոսմոսը, դիեզերքը եւ կենդանակերպը, զոդիակը բնակեցրել են մեր հեռավոր նախնիները։ Հայեր են նրանք արդյոք։ Հետաքրքիր է, որ հայերիս այլ ազգերը անվանում են այլ կերպ, Արմենո, Արմենիոս, Էրմենի, Արմիա, Արմինա, եւ դա ավելի հին անվանում է, քան հայեր, որովհետեւ դա
ոչ միայն մեր ազգի մասին է, այլ այն ազգային դեռ ազգերի չբաժանված հսկայական մարդկային ընտանիքի, որոնք հետո անվանվեցին արիացիներ, որովհետև գլխավոր արմատը այդ լեզուներում առն է։ Պատահական չէ, որ մեր լեզվում մինչև հիմա դա գլխավոր արմատներից մեկն է, մեր բոլոր լեռները ունեն այդ արմատը։ Արարատն ու Արագածը, Արալեռը, Արաքս գետը, Արյունը, Արյուծը, Արջը, չնայած որ այնտեղ կոշտ ու փափուկ ռներ կար, բայց դա ավելի ուշ շրջանի տարբերություններ են։ Տոտեմիկ բառը դա է։ Եվ չզարմանաք, որ Արմենիա բառի հոմանիշներն են, ավելի ճիշտ նույն արմատի կրողներն են, այսպիսի բառերը, ինչպիսին է օրինակ եվրոպական լեզուներում army, բանակ բառը, arm, ձեռք, arm նաև որպես զենք, որովհետև դա արիացու, արի, արական ուժի տղամարդկային կրոնի պաշտամունքի հետևանքն է։ Հետևաբար դա մոտավորապես բրոնզե դարի 12,000 տարի առաջ սկսված մի նոր դարաշրջանի հետևանքն է, երբ որ մենք բոլորս դուրս ենք գալիս այս բնակավայրից։ Մենք բոլորս, այսինքն գայլի արջի ցեղերը, որոնք հետո դարձան գալեր, կելտեր, ուալոնացիներ, այդ նույն գայլ, տոտեմի շարունակողը, արջի ցեղերը, որոնք լատիներեն անվանում են Ուրսուս, իսկ վիկինգները անվանում են իրենց Ռուսուս, Ռուսաստանի միջալոց, Ռուսաստանի ռուսների հետ կապ չունի, դա վիկինգների բերված իրենց ցեղերից մեկի ինքնանվանումն է, որը տարածվեց սլավոնական այդ ցեղերի վրա, երբ սլավոները խնդրեցին, որ վիկինգները գան եւ տիրեն իրենց։ Այդ բառը, որը պահպանվել է նաեւ անվանումների մեջ, անունների մեջ, օրինակ Ուրսուլա ֆոն դեր Լայնին մեծ բարևներ, դա էկ արջ է նշանակում։ Արսենիուս, Արտուր, այդ բառերը մոտ են մեր արշակին, որտեղ արշ, արս, արդ, արջ տոտեմներն են։ Ահա որքան հեռու է գնում մեր ընդհանուր հնդեվրոպական ընտանիքի արմատը։ Եվ ահա մենք տեսնում ենք, որ մենք ստեղծվեցինք եւ ստեղծվեց մեր լեզուն մի բնակավայրում, որը հայրենիքն է, օրրանն է, իսկապես ողջ հնդեվրոպական ազգերի, որտեղ Գերմանիա եւ Արմենիա դա նույն բառն է։ Պատահական չէ, որ ֆրանսերեն Գերմանիան կոչվում է Ալմանդ, իսկ Ֆրանսիայում կա հնագույն մի վայր, որը կոչվում է Արամանիակ, Հերմինա, Արմինե, Արմեն, Հերման, դա նույն անուններն են, մի փոքր այլ բարբառներով հնչող, առոգանությունն է տարբեր, դա նույն բառն է, եւ հռոմեացիների հետ մարտնչող դեռևս վայրի գերմանական ցեղերի առաջի արքաների անունն էր Արմինիուս։ Մինչև հիմա գերմանական բանակի Բունդեսվերի ատրճանակը կոչվում է Արմինիուս։ Իրենք պարզապես մոռացել են դա, մոռացել ենք եւ մենք, եւ պետք է հիշեցնել, որ դա է պատմական իրողությունը։ Իսկ որտեղ ենք մենք բոլորս առաջացել, Արարատի շուրջը։ Պատահական չէ, որ Աստվածաշնչում եւ Գիլգամեշի էպոսում հենց այստեղ է նկարագրվում աշխարհի ծնունդը եւ ջրհեղեղից հետո ստեղծված նոր աշխարհը եւ պատահական չէ, որ հենց Արարատի շուրջն է գտնվում դրախտը բոլոր աստվածաշնչային քարտեզներում։ Իսկ ինչպես է դրախտը եվրոպական լեզուներում։ Անգլերեն paradise, ֆրանսերեն paradis, իտալերեն paradiso, դուք ոչ մի ծանոթ բան այստեղ չեք գտնում, դա հայերեն
Պարտեզ բառն է, Էդեմի պարտեզը, պարտեզ, պարադիս, paradise, այո, ևս մի բառ, որը հայերենը նվիրեց ողջ աշխարհին։ Ով էր բնակվում պարտեզում, առաջին մարդը եւ առաջին կինը, եւ մենք այստեղ կրկին մտնում ենք մեր լեզվի խորագույն արմատների մեջ, որովհետեւ հայերեն, ինչպես նաեւ հին հունարեն, կինը նշանակում է կյանք, կին, կեն, կենաց ծառ, կին արմատ, կինոս, կյանք, դա կյանք է։ Եվ հունարեն գինոս կինը եւ գենոս կյանքը, կենսաբանությունը, կյանքը, գինեկոլոգիա եւ գենետիկա, դա նույն արմատի բառերն են, կինը եւ կյանքը, գինոս եւ գենոս։ Իսկ եթե կինը կյանք է, ապա ով է մարդը։ Այո, մարդը մահն է, mortus լատիներեն, murder անգլերեն, սպանություն, մերթվի ռուսերեն, մերթ ֆրանսերեն, mortel հայերեն, mort մարդ, կինը կյանքը տալիս է, տղամարդը մարդ, խլում է կյանքը։ Մեր լեզվում բացատրվում է դա, պետք է միայն հասկանալ։ Մեր լեզվում շատ բան է բացատրվում։ Ես երբեմն փշակալվում եմ, երբ լսում եմ պարզ բառեր, օրինակ մայրամուտ բառը, կարծես թե ինչ բառ է, արևը մայր է մտնում։ Հակեք աչքերը եւ պատկերացրեք, ինչ նկատի ունեին մեր նախնիները, երբ տասնյակ հազարավոր տարի առաջ, առնվազն 8-10-12 տարի առաջ մոգոնեցին այդ ֆանտաստիկ պատկերը, արևը մայր է մտնում, արյան գույնի երկնքով, ուրեմն արևը ինչ որտեղ ծնվում է, որտեղ է այն ծնվում, երկիրն է ծնում արևը, ամեն առավոտ, վարդագույն երկնքում, Վագնի ծնունդը հիշեք, երկնեց երկիր, երկնեց երկինք, դա ամեն օրվա, ամենօրյա հրաշքն է, ով է ծնում, որտեղ է ծնվում արևը, Արարատից, Արարատը, այդ երկու լեռները, որոնք իրականում մեջքի վրա պառկած մայր բնությունն են, նրա մասիվ, մեծ մասիվ կոչվող հսկայական միշտ հղի փորով, որտեղից դուրս է գալիս կյանքը եւ որտեղ մտնում է այդ կյանքը արևը ամեն մայրամուտ եւ կոնաձև աստվածային կաթով լի կրծքով, որը կոչվում է սիս, ճիշտ այնպես ինչպես եւ անգլերեն կուրծքը, tit, ինչպես եւ ռուսերեն եւ այլ լեզուներում, եւս մի արմատ, իմաստ եւ պատկեր, որը հայերենը նվիրել է ողջ աշխարհին։ Մենք շատ մոտ ենք որպես ժողովուրդ, ազգ եւ լեզու, թեև հիմա դա տարօրինակ կարող է թվալ, հույներին, կոսմոսի օրինակը ես արդեն բերեցի։ Հույները իրենց անվանում են հիմա Էլլա, Էլինոս, իրենց երկիրը Էլլադա։ Մենք անվանում ենք հիմա Հունաստանը Իոնիա, Հունաստան։ Բայց եթե բացեք Հոմերոսին, Իլիականը կամ Ոդիսականը, դուք կտեսնեք, որ Հունաստանը կոչվում էր Հոմերոսի ժամանակին, նրանց առաջին թագավորությունը կոչվում էր Ահայա։ Իրենք հիշում էին, որ եկել էին Հայաստանից, նրանց առաջին թագավորությունը կոչվում է Ահայա, իսկ ինչու են նրանց բոլորը կոչվում, անվանում գրեկ, գրիկ, անգլերեն Greece, ֆրանսերեն Greek, գերմաներեն Griechen, իրենք իրենց այդպես չեն անվանում, ինչպես եւ մենք մեզ արմեն չենք անվանում, մենք մեզ հայ ենք անվանում, այդ բառը ստուգաբանվում է նույնպես միայն հայերենով, որտեղ դա նշանակում է ժողովուրդ, որը գիր ունի,
գիր ու գրականություն, գրքի, գրի ժողովուրդ, գրել, գրեք։ Իսկ որտեղից են նրանց գրերը։ Այստեղից։ Եվ նրանց մոտ պահպանվել է այդ առասպելը։ Կրեթե կղզում պահպանվել է կավե մի ափսե, որը ըստ առասպելի բերել է նրանց Կադմոսը, փորձելով ազատագրել իր քրոջ Եվրոպային, իսկ Կադմոսը Հայկ Նահապետի թոռն է, բացեք Մովսես Խորենացու առաջին իսկ գիրքը, իսկ ինչ գործ ուներ Կադմոսը Կրեթե կղզում, ինչու էր նա բերել այդ ընծաները, որովհետև ըստ հունական առասպելի, որը դուք բոլորդ գիտեք, Զև Աստվածը սիրահարվեց գեղեցկուհի Եվրոպային և առևանգեց նրան ընդունելով ցուլի կերպարանքը և ծովով անցկացրեց դեպի Կրեթե կղզի, իսկ Եվրոպան պարզվում է Կադմոսի հարազատ քույրն է, իսկ քանի որ Կադմոսը Հայկ Նահապետի թոռն է, ուրեմն Եվրոպան Հայկ Նահապետի թոռնուհին է, բացեք Վիկիպեդիաները և կարդացեք Կադմոսի մասին և Եվրոպայի մասին, դուք պարզապես չեք տեսնի, որ նրանք քույր ու եղբայր են, դուք դա պետք է տրամաբանեք, Վիկիպեդիան գրում են մարդիկ և մենք դեռ պետք է գրենք Վիկիպեդիայի կորած գլուխները։ Ու ևս մի խոսք, որով կավարտեմ այսօրվա մեր զրույցը, ևս մի խոսք, որը հայերը նվիրել են աշխարհին։ Մոտավորապես նույն ժամանակաշրջանում, ինչ հույները հայկական լեռնաշխարհից գաղթեցին դեպի հարավ-արևմտյան Եվրոպա, Պելոպոնես թերակղզի և բազմացան ու տարածվեցին Էգեյան ծովի կղզիներով, մոտավորապես նույն ժամանակին, մոտավորապես 17-րդ դարում մեր թվարկությունից առաջ, այսինքն Քրիստոսի ծնունդից առաջ 1700-1750 թվականին հայկական լեռնաշխարհից հայքսոսները կամ հիքսոսները, այսինքն հայերը, մեր ցեղը հասավ ասպատակելով նաև Հինդ Եգիպտոս և բերեց այնտեղ նույնպես ընծաներ, ձի, մարտական կարգեր, եգիպտական բանակը այդ ժամանակ չուներ, երկաթ, որը նրանք նույնպես չունեին։ Իմիջիալոց երկաթ դա գրից բացի Կադմոսի երկրորդ նվերն էր հույներին, ահա ինչու հույները մետաղներից մեկը Կադմոսի պատվին անվանում են կադմիում, քիմիկոսները գիտեն այդ մետաղի մասին։ Նույն ընծան բերվեց նաև Եգիպտոս, բերվեց նաև հոգևոր մի ընծա, դա Աստծո, մեկ Աստծո պաշտամունքն էր և այդ Աստվածն արևն էր, Արը, որին եգիպտացիները անվանեցին Ռա, արևի Աստված, իսկ թագավորները հայոց, հիքսոսների թագավորները, որոնք դարձան Եգիպտոսի թագավորներ, փառաբանված թագավորներ, իրենց անվանում էին, կոչվում էր, դիմում էին իրենց փառաբանց, ճանաչեցիք փարավոն բառը, անգլերեն pharaoh, բոլոր աշխարհի լեզուներում կա այդ բառը և ոչ մի լեզվում չի ստուգաբանվում, բացի հայերենից, փարավոն, փարաբանված, փառք ունեցող, ահա այսպիսին են մեր լեզվի ընծաները աշխարհին և սրանով ես սահմանափակվեմ և ընդհատեմ մեր երկրորդ զրույցը։